Ես եկել եմ հստակ ռազմավարությամբ, կազմում եմ շատ լավ թիմ եւ այդ թիմի հետ միասին, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ միասին, ուզում եմ անել ավելի օպտիմիստ, ավելի լավ տրամադրությամբ ծրագրեր, իսկապես Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու, ճիշտ մեզ թիրախավորելու, ճիշտ փաթեթավորելու, աշխարհին ճիշտ ներկայացնելու համար։ Այսօր զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասուլիսում ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության ոլորտի տարեկան արդյունքներն ու գալիք ծրագրերը։ 2016-ին Հայաստան է ժամանել մոտ 1,3 միլիոն զբոսաշրջիկ։ 2015 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5,7%-ով։ Ամենաշատ աճ գրանցվել է Իրանից շուրջ 30%։ Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ, ապա այնտեղ Իրանից զբոսաշրջիկների թիվն աճել է 485%-ով։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են արվել եւ արվում Հայաստանում պահելու Իրանից եկողներին։ Մասնակցել ենք Իրանում, օրինակ, ճանապարհորդական ցուցահանդեսի։ Մենք նաեւ ունեցել ենք 4 շնորհանդեսներ 4 տարբեր քաղաքներում, արդեն պլանավորել են կազմակերպել առաջին ուրեմն տուրօպերատորների եւ նաեւ լրագրողների եւ բլոգերների այցը Հայաստան։ Մեր լրագրողներն էլ իրենց հերթին Պարսկաստանում են եղել։ Խոսում ենք նաեւ այսօր Արաս տնտեսական գոտում Հայաստանի մասին տեղեկատվական կենտրոն ստեղծելու հարցը։ Այնտեղ իհարկե նորից խնդիր կա տեղեկատվական դաշտի, մեր մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ երբ իրանցիները ժամանում են Հայաստան, այստեղ իրենց համար բարենպաստ զբոսաշրջային պայմաններ ստեղծելու, օրինակ անցումային կետերում, պարսկերենով տեղեկատվություն տարածելու, որոշ տեղոնակ ինֆորմացիոն կենտրոն, երբ նրանք մտնում են երկիր, այնտեղ կարողանան հստակ, որովհետև շատերը առանց տուրօպերատորի են գալիս են անհատական որպես, մենք խնդիր ունենք իրենց նաև այստեղ բավարարելու։ Այսինքն հարցը միշտ երկկողմանի է։ Առաջինը ինչ ենք մենք անում երկրի ներսում, երկրորդը ինչ ենք անում, որ զբոսաշրջիկը գա։ Զբոսաշրջությունը 2003 թվականին Հայաստանում հռչակվեց գերակա ճյուղ, բայց հռչակվելը չի օգնել, որ Հայաստանը լավ դիրքեր զբաղեցնի զբոսաշրջային միջազգային վարկանիշներում։ Այսպես համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության մրցունակության 2015 թվականի զեկույցում Հայաստանը զբոսաշրջիկների գրավելու համար իրականացվող մարքեթինգի էֆեկտիվությամբ 147 երկրների շարքում դասակարգվել է 117-րդը։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ մարքեթինգային նոր քաղաքականություն պիտի մշակվի Հայաստանի բրենդն ավելի ճանաչելի դարձնելու համար։ Մենք ունենք մեկ ընդհանուր երկրի ճանաչողությունը բարձրացնելու խնդիր, դա ինտերնետային հարթակում Հայաստանի մասին կանոնակարգված ինֆորմացիան է։ Այսօր երբ դու անգլերեն տպում ես Արմենիա, անմիջապես գալիս է ՑՌՈ-ի, CIA-ի, հայերեն կներեք, չգիտեմ ինչպես է, CIA-ի տեղեկատվությունը Հայաստանի մասին, հետո BBC-ի տեղեկատվությունը, հետո Wikipedia։ Եթե սխմում ես Հունաստան, անմիջապես գալիս է Visit Greece, Enjoy Greece, Discover Greece, այսինքն գալիս է անմիջապես ավելի գրավիչ տեղեկատվություն։ Սա միայն իհարկե туриզմի կոմիտեի լուծելիք հարցը չէ, սա մի հսկայական քաղաքականություն է, տեղեկատվական պատերազմում հաղթելու քաղաքականություն է, ճիշտ տեղեկատվություն տարածելու։ Սկսում ենք այդտեղից, սա ավելի ընդհանուր է։ Իսկ հետո արդեն գալիս է ամեն շուկան ունի իր ռազմավարությունը, ամեն շուկային, օրինակ ինչու համար է, ինչպես ասեցի, Ռուսաստանի քաղաքացին գալիս Հայաստան, ինչու է սփյուռքահայը գալիս Հայաստան, ամեն շուկայում մշակել ենք այդ շուկային համապատասխան քաղաքականություն։ Մենք այս տարի շատ շուկաներ ելնելով մեր միջոցներից դեռ չենք կարող ունենալ, բայց մենք ունենք մի քանի հստակ շուկաներ եւ նաեւ ունենք այն շուկաները, որտեղից ունենք ուղիղ ավիաչվերթներ, դրանք ավտոմատ արդեն դառնում են մեր շուկաները։ Ուրեմն եթե մենք մեր ներքին շահառուն չի ընդունում, մենք նաև չենք կարող վաճառել մեր երկիրը։ Եթե մենք մեր երկիրը չենք սիրում, մենք չենք կարող վաճառել մեր երկիրը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի զբոսաշրջության մրցունակության 2015 զեկույցում Հայաստանը եվրոպական եւ կովկասյան երկրներին զիջում է ամենաշատը մշակութային ռեսուրսներով եւ բիզնես ճանապարհորդությունների համար հարմարանքներով, ավիափոխադրումների ենթակառուցվածքով, բնական ռեսուրսներով, զբոսաշրջության ծառայություններով եւ այլնով։ Այս երկրներից առաջ ենք անցնում համեմատած ցուցանիշներից միայն գնային մրցունակությամբ, իսկ հավասարվում ենք անվտանգությամբ եւ ապահովությամբ, բիզնես միջավայրով, առողջապահությամբ եւ հիգիենայով։